Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Մեզ հետ արի, մենք գնում ենք քաղաքի տեսարժան վայրերից մեկը։ Այդ պատնեշները հիանալի են, ես պատրաստում եմ դիտակետերից նայելու։ Ես նախընտրում եմ գրադարան գնալ, այնտեղ կարող եմ ժամեր անցկացնել։ Թագավորի պալատը, այն շքեղ է։ Ես կենդանաբանական այգի եմ գնում։ Այնտեղ բարեկամների տեսակցության ես գնում։ Շատ տարիներ առաջ Աստված նայեց մի քաղաքի։ Նա չհիացավ արտաքին գեղեցիկ փայլով։ Նա տեսավ, թե ներսում ինչ կա. ատելություն և կռիվ, դավաճանություն և սպանություն։ Քաղաքի մարդիկ այնպես էին ապրում, կարծես Աստված և իր օրենքները գոյություն չունեին։ Նրանք մոռացել էին իրենց ստեղծիչին։ Սա ամենասարսափելի բանն էր, որ կարող էր լինել։ Եթե Աստված նայի կյանքիդ, ինչ կտեսնի։ Նա պետք է պատժի մեղքը, քանի որ նա սուրբ է, բայց միևնույն ժամանակ Աստված սեր է և ուզում է փրկել մարդկանց։ Դրա համար էլ նա զգուշացրեց մարդկանց։ Հովնան, գնա Նինվե, մեծ քաղաք, ասա նրանց, թե ինչպես եմ նրանց պատժելու իրենց մեղքերի համար, քանի որ այս մարդիկ մոռացել են ինձ։ Հովնանը գնաց, բայց ոչ Նինվե։ Ոչ մի դեպքում ես չեմ գնալու Նինվե։ Մեր երկրի թշնամիների մոտ ես խենթ չեմ։ Նրանք արժանի են մահվան։ Հեյ, այնտեղ նավահանգստի մոտ նավ կա։ Ես նրանց շատ գումար կտամ և նրանք ինձ այստեղից շատ հեռու կտանեն։ Հովնանը բարձրացավ պահեստային տարածք և շատ հոգնած էր և քնեց արկղերի ու տակառների միջև։ Հովնանն անխելք էր։ Արդյոք մարդը կարող է Աստծուց փախչել։ Աշխարհի որ ծայրում էլ լինենք, նա մեզ տեսնում է։ Աստված տեսնում էր Հովնանին։ Կատաղի փոթորիկ բարձրացավ։ Նավում գտնվողները աղաղակելով դիմում էին իրենց աստվածներին։ Նրանք չէին ճանաչում կենդանի Աստծուն, ով կարող էր իրենց օգնել։ Նավը թեթևացնելու համար նրանք ծանր բեռը դուրս նետեցին։ Նավապետը Հովնանին արթնացրեց։ Հեյ, արթնացիր, դիմիր քո Աստծուն, միգուցե նա կարողանա օգնել։ Հովնանը միանգամից արթնացավ, ամեն բան պարզ էր։ Ո՞վ ես դու և որտեղից ես գալիս, ինչով ես զբաղվում։ Ես Հովնանն եմ։ Ես երկրպագում եմ այն Աստծուն, ով ստեղծել է երկինքն ու երկիրը։ Ես եմ այս փոթորիկի մեղավորը, քանի որ չեմ հնազանդվել Աստծուն։ Իսկ ինչ պետք է անենք հիմա։ Ինձ ծովը նետեք, հետո ամեն բան կխաղաղվի և Աստված ինձ կփրկի։ Սկզբից նրանք չէին ուզում դա անել, բայց հետո նավաստիները վերցրին Հովնանին ու նավից դուրս նետեցին։ Արդյոք սա Հովնանի վերջն էր։ Ոչ, արկածները դեռ նոր են սկսվում։ Հաջորդ թողարկմանը կշարունակեմ։ Մեզ հետ կարող ես կապվել hypocric@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIC@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է Եվնիկեն։